Ռուսաստանի Դաշնության ՄԻԴ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը մեղադրել է Կիևին ռուս-ուկրաինական բանակցություններին խանգարելու և անհանդուրժելի մթնոլորտ ստեղծելու մեջ։ Նրա խոսքով Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները, սակայն Ուկրաինան միայն խաղաղասիրական խոսքերով է հանդես գալիս, իսկ իրականում ավելացնում է ռազմական գործողությունները ռուսական տարածքի վրա։ Միրոշնիկը հիշեցրել է, որ բանակցությունների նախաձեռնողը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է, ով արդեն իսկ պայմանավորվել է անցկացնել հաջորդ փուլը Ստամբուլում, հունիսի 2-ին։ Այնուամենայնիվ, Ուկրաինան դեռ պատասխան չի տվել Ռուսաստանի առաջարկին։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել էր, որ Կիևը պատրաստ է բանակցություններին, սակայն Ռուսաստանը չի ցանկանում խաղաղություն։ Ռուսաստանն էլ պնդել էր, որ իրականում հենց Ուկրաինան է խոչընդոտում գործընթացը, շարունակելով ռազմական սադրանքները ռուսական սահմանների մոտ։ Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը հայտարարել է, որ քաղաքային իշխանությունները քաղաքի բնակիչներին թույլ կտան աշխատավարձ ստանալ բիթքոիններով։ Մենք կարող ենք թույլ տալ մարդկանց կոմունալ վճարումներն անել բիթքոիններով, ասել է նա։ Քաղաքային իշխանությունները կգնահատեն բիթքոինի օգտագործման հնարավոր տարբերակներն իրենց մակարդակով, որից հետո կսկսեն համագործակցել այս հարցում նահանգային և դաշնային կառավարությունների հետ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ադամսը նաև հայտնել է, որ Նյու Յորքի իշխանությունները կսկսեն դպրոցականներին սովորեցնել կրիպտոարժույթ օգտագործել։ Նա ընդգծել է, որ դասընթացը տեղի է ունենալու անմիջապես դպրոցներում։ Բելհամդ նահանգի Բահրամչի վիճելի սահմանային տարածքում սկսվել են մարտեր աֆղանական Թալիբան շարժման և պակիստանյան բանակի միջև։ Այս մասին հայտնել է Ալ-Արաբիան։ Բախումները սկսվել են սահմանի երկայնքով պակիստանյան նոր անցակետի կառուցման ֆոնին, պարզաբանում է հրատարակությունը։ Այս պահին սահմանը լիովին փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Բիշքեկում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Ղրղստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալե Տասմանգաբետովի և ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովի մասնակցությամբ կայացած կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին։ Սադիր Ժապարովը միջոցառման մասնակիցների հետ քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրավիճակը և հավաքական անվտանգության ամրապնդման հետ կապված խնդիրները, նշել անցած նիստի կառուցողական և արդյունավետ բնույթը։ Ուկրաինայի նախաձեռնությամբ տեղի կունենա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։ Վերջերս Ռուսաստանի կողմից իրականացված հարձակումներից հետո մենք մեր գործընկերներից ակնկալում ենք հստակ հայտարարություններ, որոնք կվերահաստատեն լայն միջազգային կոնսենսուսը Ռուսաստանին հակադրելու, ընդունելու համապարփակ հրադադարը որպես իմաստ տալիս խաղաղության գործընթացի հիմք, ասվում է հրապարակման մեջ։